2021 թվականին խաղաղության դարաշրջանի բացում ասելով ինչ բովանդակություն էր Նիկոլ Փաշինյանը առաջարկում հայ ժողովրդին։ Ծրագրով ընդ որում կառավարության ծրագիրը պարտադիր կատարման ենթարկա է, որտեղ օրենսդիրի կողմից է հաստատվում։ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա։ Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, անջատում հանուն փրկության կոնցեպտ Ղարաբաղի համար, որը նշանակում է, եթե մեր քաղաքացիներից ոմանք այդ տերմինը չգիտեն, որը նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում եւ անկախություն Կոսովոյի նախադեպով, նա խոստանում էր սերտ համագործակցություն Մինսկի խմբի հետ, համանախագահության, սա էր նամատություն որպես խաղաղության դարաշրջանի օրակարգ։ Հիմա ցինիկորեն հայտարարում է, որ դա իրականություն է դարձրել։ Այս բովանդակությունը, որ ես 3 բողադրիչով նոր նշեցի, ո՞րն է իրականացել։ Իսկն եթե նույնիսկ խաղաղության դարաշրջան եկել, այսինքն հիմա չեն կրակում բան, դա ոչ թե ինստիտուցիոնալ հիմքերի, միջազգային երաշխիքների կամ Ալիևի Ադրբեջան-Հայաստան փաստաթղթավորված պայմանավորվածությունների հետևանքին, այլ միակողմանի նվաստացուցիչ զիջումների։